Դրախտում մոլորված հոլանդահայ ուսուցչի ճանապարհը գրքով Գասի Գասպարյանը ներկայանում է հայալեզու ընթերցողական լսարանի գնահատմանը ինքնակենսագրական վեպում խտացնելով հոլանդահայ ուսուցչի ճանապարհը Երևանից արտագաղթից հետո ավետյաց երկրի որոնումներից մինչև ներգաղթյալների ճամբար եւ ապա կրոնի եւ փիլիսոփայության մագիստրոսի որակավորում Հոլանդիայում։ Զանգակ հրատարակչությունը գիրքը ներկայացնում է հայերեն հենց հեղինակի թարգմանությամբ։ Գիրքը գրվել է Քովիդի համավարակի մեկուսացման ընթացքում հեղինակի ներհայեցողության տևական շրջանում, որը գրողը հոգեթերապիայի յուրօրինակ հնարավորություն է համարում։ Գասի Գասպարյանը փաստում է իր փորձառությունը, բայց առավելապես հավատը մարդու ստեղծագործ սկզբին դրդեցին անձնական այս պատմությունը հասցնել նախ հոլանդական, ապա նաև հայկական լսարանին։ Հոլանդերենում գիրքը ուներ անգամ երկրորդ վերնագիր, որը հայերենում դուրս է եկել։ Երկրորդ վերնագիրը հետևյալն էր՝ հավատա, համարձակիր, հավատա, մտածիր եւ համարձակիր։ Հավատալը այս դեպքում ոչ թե առ Աստվածն է կամ առ գերբնականը, այլ հավատա ինքդ քեզ եւ հավատա մարդուն։ Ես գրքում կոչ եմ անում, որ այդ հավատքը հնարավոր է նաեւ լինի էքստերն, այսինքն մեկ այլ մեկը, մարդ, հավատա քեզ։ Այս դեպքում ուսուցիչը հավատա իր աշակերտին։ Եվ երբ որ այդ հավատքը կա, այդ հավատքը կարող է հրաշքներ գործել։ 90-ականների Երևանից 11-ամյա պատանու հեռացումը շրջադարձային էր նրա կյանքում։ Լեզվի եւ ինքնության կորստի տագնապները, նոր միջավայրին եւ մտածողությանը ադապտացումը եւ անպատասխան հարցերի մշտական փնտրտուքը գրքում շարադրվում են գեղարվեստական պատումի եւ փաստագրության հմուտ համադրումով։ Դժվարությունները հաղթահարելու, պատնեշները ճեղքելու եւ երբեւե հույսը չկորցնելու իր փորձառությունը հեղինակը վերածում է ուսուցչի գլխավոր պատգամի, երբեւե հանձնվել ու չկորցնել հավատը։ Հեղինակը իհարկե ասում է, որ շատ կարևոր է դպրոցը, շատ կարևոր է ուսուցիչը, ուսուցչի առաքելությունը եւ այդ առաքելության գիտակցությունը, որպեսզի մենք երեխաների մեջ բարի սերմանենք, հավատանք նրանց։ Ամենագլխավոր ուղերձը գրքի հավատն է աշակերտի նկատմամբ, որը նրան թևեր է տալիս եւ նրան դարձնում է ինչ-որ բան, այնպեսին ինչպեսին նա դառնում է։ Գրքում անդրադարձ կա նաև հեղինակի կյանքում նարեկացու հայտնությանը, վերադառնալով հիասթափությունների, պատրանքներից հրաժարումի ու դառն իրականության հետ բախման դժվար օրերին, Գասի Գասպարյանը փաստում է, հենց այդ ժամանակ իր համար բացահայտեց նարեկացու մեծ ու ամոքիչ փիլիսոփայությունը եւ ընկերացավ նրա հետ։ Ինքը այս դժվարությունների շրջանում, որ ներկայացրի այդ ճանապարհին իր մխիթարությունը, հոգեկցությունը, այսպես ասած, նարեկացու մեջ է տեսնում։ Այսինքն այդ տողերում տեսնում է այն հոգեվիճակները, այն ապրումները, այն հույզերը, այն ներքին պատերազմը, որ փաստորեն նաև իր հոգում կա։ Եվ այս հոգեբանական հարազատության կապով ինքը բացահայտում է նաև Գրիգոր Նարեկացուն եւ հետաքրքիր է այդ հայացքը, դրսի մարդու հայացքը եւ տեսողությանը իր այդ դաշտում մենք գուցե հայտնաբերենք դետալներ, որոնք մեր այս ավանդական արդեն ձևավորված ընկալումներից մի քիչ այլ լինեն, ավելի հարստացնեն մեր պատկերացումները։ Այժմ արդեն Գասի Գասպարյանն ավարտել է գրքի երկրորդ մասի հոլանդերեն տարբերակը։ Լիահույս է, որ այն ևս առաջիկայում կթարգմանի հայերեն եւ կներկայացնի Հայաստանում։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան։